ներկայացա պաշտպանության ներժմակ ոնց է կոչվում պետական կոմիտե թե շտաբը ոնց է ներկայացա թե նորմալ եկել են ուղարկեք չգիտեմ երևի միակ անգամը որ բախտին են գոչում ուղարկեցին Շուշի առանձնատի գումարտակ Արցախյան պատերազմի ամենավճռական փուլն էր սեփական գոյությունը պահելու համար էին կռվում եւ այլընտրանք չկար պիտի հաղթեին Արթուրը նոր էր ավարտել ճարտարագիտական համալսարանը այլ երազանքներ ուներ ասում էի Երևանում էի անգամ զենք չէի կարողանում օգտագործել բայց աննկարագրելի կերպով ուզում էի ճակատ գնալ Շահումյանը մարտակերը տալուց հետո մտածում եմ գնամ իմ աչքով տենամ ինչ է կատարվում Գումարտակում գտնվելը Արթուրը ճակատագրական է համարում տարբեր հայացքներով, տարբեր աշխարհներով ապրող տղաների միասնությունը հենց առաջին օրը ստիպեցին հասկանալ, իրենց կռիվն արդարացված էր։ Ես ոչ մի տես կոլեկտիվով չէի տեսնում այդքան միանման ու կոր մտածողություն, 97% հայրենիքներ ու շատ են հիշում բանի խոսքը։ Գևորգ Չաուշի խոսքը։ Որ քրքից իրենց ժամանակում տարածված էր, բայց նախկինում էլ զորում կուզեմ պատերազմն ավարտվի այդքան տուն վարունգ ցանեմ, գնացող եկող են հյուրասիրեմ։ Ուրիշ բան չէին ուզում։ Իսկ գումարտակում կամավորներին հենց այնպես չէին ընդունում, այստեղ հերոսներ էին պետք։ Արթուրն այդ քննությունը հաջողությամբ էր հանձնել։ Մի ամիս հետո արդեն լրիվ տեղի տղեն էի, ու արդեն հյուրային էի։ Այդպես գնաց պատերազմը։ Կարմիր կարկաչները ներկել են դաշտերը ասես լեռներից մեր արյուն է հոսում Արթուրի պատերազմը սկսվեց Մարտակերտում, հետո արդեն պիտի մասնակցեր Կուբացու ինքնապաշտպանական մարտերին, Քելբաջար, Ջաբրայել, Ֆիզուլի մարտական ուղին անվերջը։ Նրա հերոսական ճանապարհն անցավ Մարտագծի գրեթե բոլոր վտանգավոր հատվածներով։ Վերջին մարտական գործողությունը Սրխավենդի մարտերն էին։ 56 մարտիկների կյանքի գնով պահեցին Սրխավենդի բարձունքը։ Հենց այդ օրն էլ վիրավորվում է եւ ստիպված վերադառնում տուն։ Առողջական խնդիրներ իր մոտ նկատվել են ժամանակի ընթացքում եւ դժվարանում է քայլել։ Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միության միջոցներով Արմենը արդեն վիրահատվել է եւ ապակինման փուլում է։ Վիրահատություն կատարեցին։ Հիմա ինչպես սպասում մի երկու ամսից նոր արդեն շարք վերադառնալ կարելի ասել։ Բայց հիմա նոր դեկտեմբերի 20-22-ին վիրահատեցին։ Լիովին ապակինվելուց հետո Արթուրի միակ մտահոգությունը ժամանակ գտնել եւ մի քանի օրով կրկին լինել Արցախում։ Սրխավենդի հիշողությունները մի մասնիկն են դարձել, անկեղծանում է ազատամարտիկը։ Սրխավենդի դիրքերի տարածքը, որ տարիներ հետո որ գնացել ենք, իրոք զգացողությունը ոնց ասեմ, մոտավորապես նման այն բանին, որ երկար բաժանումից հետո հայրական օջախս վերադառնում, ահագին նման է դրա։ Ահագին։ Հետո գիտես ինչ, այդտեղ մենք շատ բան ենք թողել այդտեղ։ Եվ ընկերներին եւ հիշողությունները։ Եվ անավարտ երազանքներ ավելացնում է Արթուրը։ Հերթական մարտական գործողությունից հաղթանակած վերադառնալուց հետո ջոկատի տղաներով նայում էինք սահմանին ու բոլորիս ցանկությունը մեկն էր։ Ողջ մնայինք ու տեսնեինք ինչ է այդ հաղթանակոչվածը։ Շատերը չկարողացան վայելել այդ երանությունը, նրանցից մնաց միայն իրենց հերոսական պատմությունն ու խոնար հերոսների արյամբ թաթախված եռագույնը, որ դեռ պիտի ծածանվի Մայր Տիգրանակերտում։ Երբ որ այդ երիտասարդները, մեր բոլոր երիտասարդներին է վերաբերում։ Տիգրանակերտում Մայր Տիգրանակերտում հաղթանակի շքերթ կանեն, թող հիշեն մեզ, մենք են արևելյան Տիգրանակերտում եղել ենք, ու չգիտեմ հորդոր կհնչի թե ոնց թող մտածեն մենակ դրա մասին, որ կգա ուրը։ Գնացին տեղերքը ու կորան հեռվում, ռումբերի պայթյունը սարերն է շարժում, կարմիր կակաչները ներկել են դաշտերը, ասես լեռներից մեր արյուն է հոսում, կարմիր կարկաչները ներկել են դաշտերը, ասես լեռներից մեր արյուն է հոսում։ Ամենատարբեր առիթներով գումարտակի տղաներին հանդիպելու հնարավորություն ունեցա նաև ես։ Պատերազմից հետո հանրապետության տարբեր վայրերում, տարբեր աշխարհներում ապրող այս մարդկանց միայն մարտական հիշողությունները չէ, որ միավորում են նրանց միասնությունը անուն ունի։ Պետրոս Ղևոնդյան։ Տղաներից յուրաքանչյուրի տուն մտնելիս կարելի է տեսնել լեգենդար հրամանատարի լուսանկարը։